Խնդրում եմ մի րոպե լսենք, ինչ է ասում։ Քրիստինե Վարդանյանը ստեղ դահլիճում ընդամենը մի տարի առաջ ես էլ դուրս եմ եկել իրան արձագանքել եմ, կարող եք բացել նայել տեսանյութը կա։ Պատերազմը, հիմա բոմբերը թռնում են, ռակետ, ասում է Քրիստինա Վարդանյանը, հանգստացեք։ Նախ ես այդքան բաց ձայն չունեմ, կարիք չկա այդպիսի սարսափելի ձայնով կրկնել իմ ասածները, բայց ինչ էր ասում, այո, մի տարի առաջ, երբ Իսրայելի եւ Իրանի միջև 12-օրյա պատերազմ էր, խոսում էինք, որ դա վտանգներ է ստեղծում Հայաստանի համար, իսկ ի՞նչն է հերքում Ալեն Սիմոնյանը, որ չի եղել 12-օրյա պատերազմ։ Դες լավ չի, թող հիմա էլ հերքեն, որ հիմա էլ չկա որևէ կոնֆլիկտ, որ Իրան-Իսրայել հակամարտություն ընդհանրապես չկա, ընդհանրապես ոնց է որևէ մեկը համարձակվել Նիկոլ Փաշինյանի հռչակած խաղաղության դարաշրջանում կոնֆլիկտ ունենալ, պատերազմ անել իրար հետ։ Բայց հիմա գալով էությանը, ինչով են մեզ սպառնում ԿՊԱ-ականները արդեն ամեն օր ու ամեն ժամ։ Մեզ օրով, ժամով, ամսով ասում են, որ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա, ու արդեն ասում են սա բոլորը։ Եկեք մի հատ հասկանանք, էլի։ Եթե իրենք ճիշտ են ասում, առաջինը դա ինքնախոստովանական ցուցմունք է, որ իրենց կոչված, իրենց հռչակած խաղաղության դարաշրջանը գոյություն չունի, որովհետև չի կարող լինել խաղաղության դարաշրջան, խաղաղություն, երբ իրենք մեզ սպառնում են պատերազմով։ Դրանք իրար հակասող երկու հասկացություններ են։ Կողմնորոշվեք, կամ պատերազմը ու Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել, կամ խաղաղությունը եւ Ադրբեջանը չի պատրաստվում հարձակվել։ Այսինքն սա ինքնախոստովանական ցուցմունք է, եթե դուք ճիշտ եք ասում։ Եվ երկրորդ ասպեկտը, եթե դուք ճիշտ եք ասում, մեր ժողովուրդը ընդհանրապես մի բան ունի որոշելու, եթե Ադրբեջանը պատրաստվում է մեր վրա հարձակվել։ Ինքը այդ հարձակմանը ո՞նց պիտի դիմակայի։ Ձեզնով, Ալեն Սիմոնյանով, Նիկոլ Փաշինյանով, էլի պիտի կրկնենք պատմությունը, կասկաներ դրեք, ջոկատներ կազմեք, ջոկատավար ընտրեք, սա մեր Սարդարապետն է, հետո ասեն չէ սխալվել ենք, դա այդպես չէր։ Ճիշտ չեն գնահատել, հա։ Ես ուզում եմ տեսնել այդ հային, որ եթե մեզ հարձակում է սպասվում, ուզում է այդ ամեն ինչի միջով անցնել Փաշինյանի ղեկավարությամբ։ Սա եթե դուք ճիշտ եք ասում, բայց ավելի հավանական է, որ դուք խաբում եք, ստում եք, տերորի եք ենթարկում մեր ժողովրդին, միայն թե մնաք իշխանության։ Գիտեք, դուք անverջ այս խաղաքարտը օգտագործել չեք կարող։ Հինվար կկվի պատմության պես դա մի օր սպառվում է։ Ընդհանրապես Ադրբեջանը ինդուլգենցիա չունի Հայաստանի վրա անverջ հարձակվելու, ինչքան էլ դուք ուզում եք դրա առիթները տալ, ինչքան էլ ուզում եք դրա նախապայմանները ստեղծել։ Իշխանափոխությունը որևէ տեղ չի կարող պատերազմի առիթ հանդիսանալ, պատերազմի պատճառ հանդիսանալ։ Եթե դուք ուզում եք ասել, որ ցմահ պիտի լինեք Հայաստանի ղեկավար, դա հիմնավորելու համար, դա կեղծ թեզ է։ Ադրբեջանը Հայաստանի վրա անverջ հարձակվելու ոչ ռեսուրս ունի, ոչ ինդուլգենցիա։ Բայց սա գուցե ձեզ չօգնի վերարտադրվել, բայց այդ դատարանում սա ձեր դեմ օգտագործվելու է որպես ինքնախոստովանական ցուցմունք այն մասին, որ դուք այս ընտրություններում հանդիսացել եք Ադրբեջանի սրտի թեկնածուն։